Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված տրանսատլանտյան ընթրիքին։ Միջոցառման շրջանակում Միրզոյանը և Բայրամովը կարճ զրույց են ունեցել Ռուբիոյի հետ։ Ընթրիքին մասնակցել են նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Դրա շրջանակում անդրադարձ է եղել տրանսատլանտյան համագործակցությանը, ռուս-ուկրաինական պատերազմին, Մերձավոր Արևելքի անվտանգությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղիներին։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը հայտնել է, որ Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարարի և հետախուզության ղեկավարի հետ։ Նա նշել է, որ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի միջոցով իմանում է նրանց կարծիքը Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված թեմաների վերաբերյալ։ Փարիզի քրեական դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2007 թվականի այսպես կոչված լիբիական գործով։ Դա կապված է Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամմար Քադաֆիի կողմից Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ։ Դատավորը նշել է, որ Սարկոզին մեղավոր է ճանաչվել մասնավորապես նրա համար, որ թույլ է տվել, որ իր մերձավոր աշխատակիցները գործեն իր անունից Լիբիայից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով եւ քննարկել է դիվանագիտական պատասխան միջոցների հարցը։ Հետաքննությունը տևել է ավելի քան 10 տարի։ 70-ամյա նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման, ինչը ըստ Le Monde պարբերականի նշանակում է, որ նա դատարանում չի կալանավորվի, այլ կուղարկվի մեկամսյա կալանքի, որի ամսաթիվը ինքը Սարկոզին պետք է որոշի առաջիկա շաբաթներին։ Ֆրանսիայի նախկին ղեկավարը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, համաձայն չէ վճռի հետ եւ կբողոքարկի այն։ Բենյամին Նեթանյահուն անընդունելի է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։ Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնում։ Պաղեստին պետություն չի ստեղծվելու, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Ավելի վաղ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն եւ Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստինի ճանաչման մասին։ Սեպտեմբերի 21-ին էլ Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան եւ Պորտուգալիան էին պաշտոնապես ճանաչել Պաղեստինը։ Նրանց հայտարարությունների համաձայն երկու պետության սկզբունքի պահպանումը խաղաղության եւ անվտանգության բանալին է թե պաղեստինցի, թե իսրայելցի ժողովուրդների համար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ հուշագիր։ Ուրախ ենք այս կարևոր քայլի համար եւ պատրաստ ենք աջակցել Սիրիայի ժողովրդին կայունության ճանապարհին, ասել է Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները։ Նախագահներն անդրադարձել են Ուկրաինայի եւ Սիրիայի համար անվտանգության սպառնալիքներին եւ դրանց հակազդման կարեւորությանը։ Ուկրաինան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ 2022 թվականի հունիսին, երբ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը ճանաչել էր Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը։ Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը եւ նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում 80-րդ նստաշրջանի շրջանակում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Ռեջեփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի եւ Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային թեմաները։ Էրդողանն ընդգծել է նաեւ Եվրամիության հետ հարաբերություններն ակտիվացնելու Անկարայի մտադրությունը։ Նրա խոսքով Թուրքիայի եւ Եվրամիության միջև համագործակցության անհրաժեշտ մեխանիզմների շուտապույտ գործարկումը դրական ազդեցություն կունենա կողմերի փոխգործակցության վրա։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև արդար եւ կայուն խաղաղության հասնելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Գազայում եւ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։